Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը եւ մեր տեխնացուն Մարտին Գալստյանը միջև բուն ասելիքին ասելու ուզում եմ պարոն Գալստյան, շնորհակալություն հայտնել ձեզ նախորդ տարիների ձեր աշխատանքի համար, որովհետեւ գիտենք մենք գոնե ամեն ինչը հրապարակային է, բայց բաներ կա, որ ահագին քննարկումներ էլ իրենք ունեցել ենք իրար հետ, ահագին աշխատանքներ արել ենք, որոնք հրապարակային չեն եղել ու գիտենք ինչերի միջով ենք անցել, գիտենք ինչ ֆորս մաժորային իրավիճակները հաղթարել մեր ֆինանսական համակարգը Կենտրոնական բանկի կառավարության հետ միասին, նաև գիտենք այս ընթացքում ինչ փոփոխություններ են եղել եւ պատվով այդ ամեն ինչի տակից դուրս ենք եկել, հույս ունեմ, որ առաջիկայում մեր բանկային համակարգի դիմակայունությունը այդպես ստուգելու անհրաժեշտություն չի լինի։ Հիմա լավ առիթ է, որ տարբեր թեմաներ ֆինանսական շուկաների կամ կայունության հետ կապված քննարկենք, նախ կապիտալի շուկայի մասով, իրոք այստեղ մենք բավականին շատ քննարկումներ ենք ունեցել եւ կապիտալի շուկայի զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Վերջին տարիներին ունենք էական զարգացում, այդ թվում նաև մեր տարբեր կարգավորումների ու քայլերի արդյունքում, բայց այստեղ դեռ շատ անելու բան կա, հատկապես բաժնետոմսերի առումով, որովհետև պարտատոմսերի մասով մենք բավականին լավ դինամիկա ունենք, բայց ես էլ պիտի այդ մասով կրկնվեմ, կապիտալի շուկայի զարգացումը Կենտրոնական բանկի իրավասություններից դուրս է, դա էկոնոմիկայի նախարարության տիրույթն է, իհարկե Կենտրոնական բանկը բնականաբար այդտեղ անմասն չի ու իրար հետ այս պահին տարբեր ծրագրեր քննարկվում են, ինչպես այդ գործը արագացնել, բայց դա մենակ ֆինանսական կամ տնտեսական գործոններով չի պայմանավորված, այդտեղ ահագին ուրիշ բաներ են դեր խաղում, որը բնականաբար ժամանակ է պահանջում։ Արժեթղթերի հանձնաժողովի հետ կապված պարոն Մինասյանի դիտարկումները մենք էլ ենք բարձրացրել ու ներկայումս ակտիվ քննարկումներ են գնում այդ առումով եւ կարծում եմ, որ մենք առաջիկայում այստեղ որոշակի փոփոխություններ կունենանք։ Նաեւ շատ կարեւոր է պարոն Գալստյանի նշած ճկուն ասես պայմանական ասենք ճկուն կարգավորումների ներդրումը, որովհետև հիմա մենք ունենք բավականին կարելի ասել խիստ պահանջներ Հայաստանում բանկ գրանցելու համար եւ այդ առաջարկը հենց մասնավոր սեկտորից է գալիս, որպեսզի մենք ունենանք տարբերակված մոտեցումներ ու եթե կլինեն ֆինանսական կազմակերպություններ, որոնք ցանկանում են սահմանափակ ֆինանսական ծառայություններ մատուցել, այդ դեպքում իրենց համար կարելի է նաև գործարկել ավելի ուրիշ մեխանիզմներ, ավելի ցածր լիցենզիայի վճար, ավելի թույլ սահմանափակումներ, շեշտը դնելով ուրիշ պահանջների վրա, ինչը էլի եթե կա օրենսդրական նախաձեռնությունների կարիք, կարծում եմ, որ ընտրություններից հետո իրար հետ կքննարկենք ու լուծումները ճիշտ կգտնենք։ Մի հարց կա, որը նույնպես քննարկման առարկա է դարձել վերջին ամիսներին, բայց ինքը երկարաժամկետ խնդիր է։ Մենք ունենք այսօր մի իրավիճակ, երբ ֆինանսական ոլորտի վերահսկողությունը իրականացնում է երկու պետական մարմիններ։ Մի կողմից, օրինակ մրցակցության հետ կապված խնդիրներով Կենտրոնական բանկն է դա իրականացնում, մյուս կողմից մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի մանդատի մեջ ամբողջ տնտեսությունն է մտնում, այդ թվում նաև ֆինանսական համակարգը։ Մենք ազգային ժողովում էլ ենք այդ մասով քննարկումներ ունեցել, այստեղ կարգավորումները խաչվում են ու պիտի հստակություն մտցվի, որ ֆինանսական ոլորտի ընկերությունների համար էլ խաղի կանոնները պարզ լինեն։ Ու մի բան է մրցակցությունը ապահովելը, նաև դրա հակառակ կողմն է կա, պատասխանատվությունը որոշումների ընդունումը, այդ արդեն հստակ առնչվում է ֆինանսական կայունության հետ ու մեր լուծումները պիտի նես լինեն, որ օրինակ քայլերը հանկարծ չբերեն ֆինանսական կայունության
ռիսկերի ու կարծում ենք, որ այս դեպքում կենտրոնական բանկը շատ ավելի պրոֆեսիոնալ ու կայացած մարմին է, իհարկե մեծագույն հարգանքով մեր մյուս մարմինների նկատմամբ պիտի տարանջատենք, ով ինչով պիտի զբաղվի։ Բանկերի վարկավորման հետ կապված պարոն Խաչատրյանի ասացի տրամաբանությունը հասկանալով հանդերձ, ես կարծում եմ, որ ամեն դեպքում սպառողական վարկավորումն ու հատկապես հիպոթեկային վարկավորումն էլ է տնտեսության վարկավորում։ Իհարկե ես հասկանում եմ, դուք ուղիղ բիզնես վարկավորումը նկատի ունեք, բայց այդտեղ չգիտեմ, տենց հստակ ինչ-որ տենց միջազգային ուղենիշներ մենք ունենք, օրինակ բանկային հատվածի որ մասը պիտի գնա զուտ բանկային բիզնես ոլորտի ֆինանսավորմանը։ Ես էլ եմ անկեղծությամբ կարծում, որ Հայաստանում շատ դժվար է, եթե ոչ անհնար է բիզնես վարկով բիզնես հաջող կառուցել, որովհետև վարկավորման չափ այնքան մեծ է, որ այդ բիզնեսի մարժան պիտի լինի երևի մի 30-40%, որ այդ բիզնեսը հաջողության հասնի, բայց ունենք նաև հաջող դեպքեր այդ մասով ու ի վերջո շուկան է կարգավորում, բայց հիպոթեկը իմ կարծիքով կոնկրետ հենց անուղղակիորեն բիզնես վարկավորում է կամ լավ էլ ուղղակիորեն։ Մարդիկ դրամին չեն վստահում, պնդման հետ էլ համաձայն չեմ, որովհետև դոլարայնացման ցուցանիշը, եթե նայում ենք վերջի տարիներին, մենք այդ առումով էական առաջընթաց ունենք ու այս առումով խոսակցությունները, օրինակ դոլարայնացման մակարդակ եւ այլն, ժամանակի հետ մի քիչ պայմանական են դառնում, հաշվի առնելով, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նաեւ կրիպտոարժույթներ են զարգանում, այլ գործիքներ են շուկայում ի հայտ գալիս ու այս առումով իրականում մենք ինչի մասին խոսում ենք, դոլար, դրամ, շուկայում ինչքան փող կա, արտարժույթի ինչ կշիռներ կան, այդ ամեն ինչը մի քիչ խիստ պայմանական է դառնում։ Երևի շատ բան կա խոսալու, բայց ժամանակը խնայում մնացած հարցերին պարոն Գալստյանը ինքը կպատասխանի։ Ես մեր գործընկերներին կոչ եմ անում պարոն Գալստյանին քվեարկել ու կարծում եմ, այն հարցն է, որ կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը պիտի քաղաքական բաների հետ այդքան շատ կապ չունենա, որովհետև մենք ընտրում ենք պրոֆեսիոնալ անկախ մարմնի պրոֆեսիոնալ ղեկավարի ու կարծում եմ պարոն Գալստյան, որ ընտրվելու դեպքում մենք դեռ բավականին շատ բաներ իրար հետ ունենք անելու մեր ֆինանսական համակարգը էլ ավելի առաջ տանելու համար։ Շնորհակալություն։